Օրվա բարի ժամ Հայր ջան, ամենասկզբից մինչև բուն թեմային անցնելը նախ ուզում եմ խնդրել, սա մեր ստատիստիկան ստուգելու համար է, սա շատ կարևոր է վերածննդի շարժման համար, ով ինչ մեկնաբանություն գրի, անկախ նրանից առաջարկ եք անում, համաձայնվում եք, չեք համաձայնվում, ինչ էլ որ կգրեք, ես խնդրում եմ այս կոնկրետ այս տեսանյութի տակ հետո պետք չի, մենակ ստեղ, դրանից հետո ավելացրեք Սփյուռք, ՀՀ մարզ կամ մարզի անունը գրեք, կամ եթե Երևանում եք ապրում, գրեք Երևան, ով որտեղից, մեր աջակիցներից դիտում է ինձ, ես խնդրում եմ անպայման ամեն մեկնաբանությունից հետո նշեք, կոնկրետ որտեղից եք հետևում մեզ։ Սա կարևոր է, որպեսզի նախնական ստատիստիկա կազմենք վերածննդի շարժման համար, որպեսզի ըստ այդմ հասկանանք մեր անելիքները ու ըստ դրա էլ որոշ որոշումներ կայացնենք։ Ինչպես նաև ամենասկզբից, քանի հիշում եմ նորից խնդրեմ բոլորիդ, որպեսզի պարտադիր հավանելու կոճակը սեղմեք, որը կոչվում է լայք, որովհետև դա օգնում է, որպեսզի տեսանյութը տարածվի, իսկ այս տեսանյութը շատ կարևոր է, որ տարածվի, որովհետև խոսալու եմ շատ հիմնավոր ու կարևորագույն թեմաներից մեկի մասին, որը վստահաբար հերթական քայլն է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ի վիճակի չեն կամ չեն ուզում տեսնել իրականությունը, եւս մի քայլ է արթնացնելու ու այսօրվա Հայաստանում տիրող ազգակործան քաղաքական մատրիցայից դուրս հանելու համար։ Ուստի խնդրում եմ չալարեք մի վարքյանա, լայքեք ու նորից շարունակեք դիտելը։ Ուրեմն այս այն ինչի մասին այսօր խոսալու եմ, ինձ դրթեց երեք թե առաջի օրվա Նիկոլի ասենց կարճ մատ 2 րոպեանոց տեսանյութը իր էջում, որին կաշխատեմ քիչ դրվագների անդրադառնամ, որպեսզի այտենց ծանր չտանեք, որովհետև շատերը ասում են՝ մի դիր դրա ռոժը չենք ուզում տենալ եւ այլն։ Իհարկե հասկանում եմ, կիսում եմ, բայց որպեսզի հասկանանք ինչին եմ անդրադառնում կոնկրետ, ինչին եմ պատասխանում, ստիպված եմ 2 կամ 3 դրվագ պարտադիր խնդրել, որպեսզի տեղադրեն այդ խոսքերի արանքում։ Մի հատ նայեք ինչի մասին է խոսքը ու շարունակենք։ Գիտեմ նաև, որ շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլոր քաղաքացիները հարց են տալիս, որ հա լավ, պատմությունը պատմություն, հաստատված խաղաղությունը խաղաղություն, բայց ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ տեսնում ենք, որ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։ Մի նախադասության մեջ 2 անգամ շեշտում է հաստատված խաղաղություն արտահայտությունը։ Ինձ հետաքրքիր է, էլի, ասենք շուշուտ ես ասում, որ չմոռանաս, թե քեզ են մնացած 4.5 հավատացողներիդ ես ուզում համոզել, որ իբր հաստատված խաղաղություն կա։ Այդ ինչով ես հաստատել այդ խաղաղությունը, Տրամպի մոտ ստորագրած այդ ոչ մի իրավական ուժ չունեցող թղթով, թե Ալիևի խոստման հիման վրա զուտ օդի մեջ։ Այդ քեզ հավատացողները կամ դու գոնե հասկանում ես, որ դու այնքան չկաս, որ տեղից էլ չհաստատված, այլ ընդամենը օդի մեջ է, առանց որևէ հիմքի կամ երաշխիքի հռչակած խաղաղությունը հաստատված ես համարում կամ Տրամպի կամ էլ Ալիևի խոսքի կամ ստորագրության հիման վրա, որտեվ դու այդքան չկաս, որ հիմնավորես քո որևէ գործողությամբ կամ էլ չեմ ասում քո խոսքով, որ փուչի կա, դու անգամ սա չես նկատում ու հասկանում, որ քո ամեն մի հիմնավորում քո խոսքով չի, ուրիշի խոսքով է, ուրիշի ստորագրությունով է, որովհետև դու էլ գիտես, որ քո ամեն մի բառը բացարձակ ոչ մեկի մոտ ոչ մի արժեք չունի, քո խոսքը ավելի ցածր է, քան էժան հասկացողությունը։ Կշռով խոսքը ծանոթ է մենակ տղուց տղամարդ անցկացնող ինստանցիաները անցած տղամարդու համար։ Փողոց, բանակ, պատերազմ, քեզ դա որտեղից ծանոթ լինի, ոչ փողոց իջած կաս, ոչ պատերազմի մասնակցած, ոչ էլ բանակում ծառայած։ Մնացած հանգամանքները էլ չասեմ։ Ու ում համար ես դու առաջնորդ ու մեծություն, հա, կարաս ասես։ Մի հատ նայ էլի այսօրվա օրով քեզ մեծարողների ով լինելը։ Լավ, այդ մի կողմ անդրադառնում ես հասարակության մեծ մասի կամ բոլորի կողմից հնչող հարցին, մի հատ տեսնենք էլ ինչ ես պատասխանում։
Իմ պատասխանը այս հարցին, սիրելի հայրենակիցներ, էլի նույնն է՝ լեգիտիմություն։ Այսինքն հարցին, թե ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, դու պատասխանում ես լեգիտիմությամբ։ Այս պատասխանը ուղիղ խոստովանություն է նրա, որ դու Ալիևին ռազմական հանցագործ կամ ահաբեկիչ չես ճանաչում, քանի որ նրան 44 օրյայի համար համարժեք պատասխան տալու համար քամակ չունես ու հիմնվում ես Ալիևի թերադրանքի վրա ու դու դա ներկայացնում ես որպես քո ծրագիր ու անվանում ես լեգիտիմություն։ Սա ուղիղ խոստովանություն է նրա, որ Ալիևը իր ահաբեկչական հարձակումը կատարել է արդարացված ըստ քեզ, որ 2020 թվականի Արցախյան ցեղասպանությունն ու այսքան զոհերը տվել է լեգիտիմության սահմաններում ու դու էլ շարունակում ես այդ նույն լեգիտիմությունը, հա, այսինքն դու պլանավորում ես ոչ թե պատժիչ, ոչ թե հակաահաբեկչական կամ արդարություն վերականգնելու գործողություններ, այլ Ալիևի բոլոր արարքները լեգիտիմացնում ես քո լեգիտիմության վրա հիմնվելով, սա եւս ավելացավ քեզ առաջադրվելիք մեղադրանքների ցուցակում։ Հիմա ովքեր չմբռնեցին, թե ինչ եմ ասում, մի փոքր ավելի պարզ ասեմ։ Տեսեք, պետությունների մեջ դա կլինի, փողոցում կլինի, անձնական կյանքում կլինի։ Եթե համարում եք, որ դիմացինը հակառակորդը կամ թշնամին կատարել է ապօրինի, անիրավ, օրենք խախտող, հակամարտկային, ահաբեկչական կամ հանցավոր գործողություն, դրանից պետք է պահանջվի, այսինքն պահանջվի պատասխան, պահանջվի փոխհատուցում, պահանջվի ներողություն, պահանջվի զիջում ու սենց լիքը բաներ նայած, որ ասպարեզում քաղաքականության մեջ պետական առումով, երբ որ քո վրա հարձակվում են, սրա առաջի ժեստը, որ լեգիտիմացնում է Ալիևի արարքները, արդեն իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ստորագրությունն էր։ Հիմա ինքը շարունակում է նույն ոգով, այսինքն չկա պահանջելու, չկա ոչ մի սխալ բան, ամեն ինչ ճիշտ էր, այսինքն Արցախն էլ պետք է տայինք, զոհեր էլ պետք է օրինայինք, Ալիևը sense մի հատ ճիշտ մարդ, Հայաստանն էլ հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, հայոց պատմությունով, հայոց արժեքներով ապրող մարդն էլ էդի հեչ։ Լեգիտիմ չի այդ մարդը, ազգային է, ուրեմն ըստ Ժաննայի, Նիկոլական մյուսների ֆաշիստ է, հայակործան է ու չգիտեմ ինչ, բայց այն ով ողջունում է Ալիևին, շնորհավորում է Ալիևին, չգիտեմ, որ մերվել է Արցախի կորստի հետ, եռաբոլորի տեղիքի համար վրեժ լուծելու չունի, ազգայնական ոչ մի արժեք չունի, նժդեհը իր համար ֆաշիստ է, հայրենասիրությունը փուչիկ կոնցեպցիա է, այս է նորմալ է, այսինքն այս մարդիկ այս ամպլուայի մեջ շարունակում են Ալիևի հակահայկական գործողությունը, որ Ալիևը սկսեց իր ֆիզիկական ահաբեկչությամբ, ռազմական հանցավորությամբ ու այսօր փաստացի պահանջելու բան չկա, ամեն ինչ ճիշտ է արել Ալիևը, ոչ մի սխալ բան չկա, ոչ մի ռազմական բան չունի, այդ հանցագործ քայլ, հանցավոր քայլ, ամեն ինչ նորմալ է ու այդ լեգիտիմության սահմաններում էլ Նիկոլը շարունակում է լեգիտիմ քայլեր, լեգիտիմություն ու չգիտեմ ինչ։ Էսա ձեր, այսինքն նրանց, ովքեր Նիկոլան փառաբանում, ձեր ղեկավարը։ Շարունակությունը լսեք։ Եվ հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչու եւ ինչ է լեգիտիմություն։ Լեգիտիմությունը մեր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Հիմա կխնդրեմ շատ ուշադիր լսեք բոլորդ, թե դու Նիկոլ, թե քո աջակիցները, թե Լուիսի բանակի աջակիցները, թե ռսամետները, թե արևմտնամետներն ու եվրոպամետները, ներկա նախկին իշխանություն, Սփյուռքի ու Հայաստանի հայեր, մի խոսքով բոլորդ, լսեք շատ ուշադիր։ Եթե Նիկոլի ասած 29743 կիլոմետրը դա լեգիտիմ է ու դա այն դեպքում, երբ այդ մի փոքր հատվածի լեգիտիմությունը պարտադիր է մենակ Նիկոլի, Ադրբեջանի ու Կրեմլի համար։ Բայց դեպքում լեգիտիմություն չի, ինչ է Հայաստանի 174,000 քառակուսի կիլոմետրը ըստ Վուդրո Վիլսոնի հաստատված քարտեզի։
որը նախ ներառում է իր մեջ Կարինի, որ այսօր անվանափոխել են Էրզրում, Բաղեշի, որը նույն Բիթլիսն է, Վանի ու Տրապիզոնի նահանգների զգալի մասը, Արցախը, Նախիջևանը ու մեր մյուս բոլոր իրական տարածքները, որոնք իրավական, պատմական ու բարոյական հիմքերով պատկանում են մեզ, իրական հայերիս ու իրական Հայաստանին, որը մեծ հայքն է։ Ու բացի դա էլ, եթե Նիկոլի 29000 կիլոմետրը պարտադիր ու ընդունելի է մենակ իրա, Ադրբեջանի ու Կրեմլի համար, ապա Վիլսոնի 174,000 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը ըստ կնքված պայմանագրի ու հրամանագրի այդ վճիռը մինչև այսօր, մինչև այս վարկյանը ուժի մեջ է ու իրավականորեն մինչև հիմա ընդունելի ու պարտադիր է ուշադրություն Հայաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, այսինքն Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի ուշադրություն, Պակիստանի, Բանգլադեշի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սերբիայի, Խորվաթիայի, հասկանում եք, Սլովենիայի, Բոսնիա ու Հերցեգովինայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի ու դե բնականաբար իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հիմա որն է լեգիտիմ քո 29000-ը քո ու քոպես 3 հոգու համար թե 174,000-ը որը իրավարար վճռով ընդունել ու մինչև հիմա էլ ընդունում է աշխարհի համարյա կեսը Վիլսոնի այս քարտեզը երբ լույսի բանակը լինի իշխանության իրականություն կդարձնենք մի քանի ամսվա ընթացքում ու դա դեռ որպես նախնական նպատակ որովհետև իրական Հայաստանը շատ ավելի մեծ է քան միայն Վիլսոնյան քարտեզը ու մեր նպատակն է վերականգնել Հայաստանի լիարժեք տարածքային ամբողջականությունը այլ ոչ թե այն մի պստիկ մասը որը մեզ անօրեն թելադրում է Կրեմլի Լևոնա, Ռոբերտա, Սերժա, Նիկոլական ու թուրքա-ադրբեջանական սցենարը մեծ հայքն է, լեգիտիմը, ոչ թե սրանց 29000-ը, որը իրականում դեմ է, իրական ու լեգիտիմ քարտեզին ու զուտ ապօրինի օրինախախտ ապազգային ու հակահայկական թեզա։ Այսինքն Նիկոլ դու ու Ադրբեջանը դեմ գնալով 30 պետությունների իրավարար վճիռն ընդունելուն, խախտելով բոլոր հնարավոր ու անհնար սահմաններն ու միջազգային օրենքները, գծել եք ձեր համար մի հատ մի բուռ Հայաստան ու դա անվանում եք լեգիտիմ, կարող է լավ չէ, կարա։ Ու հա, լավ չէ կասեցի, հիշեցի։ Հիմա Կրեմլը փառաբանողներին էլ ասեմ, թե ոնց եղավ, որ Վիլսոնի քարտեզը մնաց մենակ թղթի վրա։ Ձեր սիրելի Կրեմլի շնորհիվ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով Կրեմլն ու Թուրքիան կնքեցին Վիլսոնի քարտեզը մերժող պայմանագրեր ու տարածաշրջանում ստիպեցին հաստատել ու ընդունել դրա իբր լեգիտիմությունը, բայց միջազգայինորեն այդ պայմանագրերը համարվել ու հաստատվել են որպես ապօրինի։ Իսկ Վիլսոնյան վճիռը կրկնում եմ մինչև այսօր ուժի մեջ է ու ընդունվում է 30 երկրների կողմից ու ձեր այդ պաշտելի կարմիր պոռնիկ Կրեմլը մինչև այսօր ոչ մի բան չի անում իր այդ ապօրինի պայմանագիրը տարածաշրջանում առաջի գծից հանելու համար դե հիմա էլ ասեք որ դա թշնամական կառույց չի ու շարունակեք փառաբանել առանց ռսի մենք չկանք բա այդ դեպքում դուք ով եք ու այն ինչի մասին խոսում եմ դուք ինքներդ կարա գտնեք թե հանրագիտարաններում թե տարբեր պատմական գրքերում ու վերջապես 21-րդ դարն է Վիկիպեդիայում ինտերնետ ունեք բացեք նայեք ու հասկացեք թե իրական հայի համար Կրեմլ փառաբանելը ինչ է ուսա մի դրվագով դեռ Բա Նիկոլ, եթե դու տենց անհաջող հակառուս ես խաղում, դերդ վատ ես տանում, բա ոնց ես Կրեմլի ապօրինի պայմանագրերի թեզն առաջ տանում ու խոսում 29000 կիլոմետրից, հա? Բա ասում ես Ռուսաստանին դեմ ես իբր։ Ու հա մի կարևոր բան էլ Վիլսոնի վճիռը իրականություն չի դարձել նաև այս պատճառով։ Տեսեք, Սանրեմոյի ու Սևորի հայցադիմումների հիման վրա Վուդրո Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի
Չէ, ճիշտ եմ ասում 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի ու Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր այդ իրավարար վճիռը, որը ըստ պայմանավորվածության պետք է ուժի մեջ մտներ անմիջապես ու առանց որևէ նախապայմանների։ Դրանից 2 օր անց նույն թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ խաղաղության վեհաժողովի ու ազգերի լիգայի տնօրինմանը։ Վճիռը ընդունվում է իգիտություն, բայց մնում է առկախ։ Քանի որ վճռի շահառուն Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց։ Դե այնտեղ հետո սովետական միության մաս կազմել, ինքնիշխանություն կորցնել, չունենալ եւ այլն։ Զուտ այդ պատճառով եւս այս վճիռը մնում է օդի մեջ։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժի ու Նիկոլի աջակիցներ։ Հիմա դուք ուշադիր լսեք։ Այն վարքյանից, որ Հայաստանը դուրս եկավ խորհրդային միությունից ու դառավ ազատ ու անկախ պետություն, այդ վարքյանից սկսած Վուդրո Վիլսոնի վճռով նախագծած ու հաստատված քարտեզը կարար դառնար իրականություն։ Ու մինչև այսօր էլ կարա հիմա հարց։ Բա այդ ոնց են այդ 4 ղեկավար կոչվածները Արցախի համար այսքան հայմարտ զոհել ու զոհում այն դեպքում, որ բավական է մենակ որպես Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի շահառու կողմ, որպես Հայաստանի Հանրապետություն հաստատել ու ընդունել նախագծված 174,000 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը, որի մեջ մտնում է նաև իհարկե Արցախը։ Ինչի ձեր կողմից այդ սատարվող ղեկավարները չեն ընդունել այդ վճիռը ու բոլորը խաղացել են Կրեմլի հակահայկական սցենարով, հակապետական սցենարով, որովհետև բոլորն էլ Կրեմլի խաղալիքներն են ընդդեմ հայի ու Հայաստանի ազատության, անկախության ու բարեկեցության։ Ունեք ուրիշ պատասխան։ Իհարկե ոչ։ Դե հիմա դուք ձեզ հարց տվեք, ում եք սատարում։ Իրանց հրահանգով եք Լուիսի բանակի դեմ ավել պակաս բարբաջում, Այն դեպքում, որ ի տարբերություն իրանց, մենակ Լուիսի բանակն է պատրաստ հայ մարդուց ոչ թե մենակ վերցնելու խլել, այլ տալ ամեն ինչ, ինչը հայազգին կդարձնի հզոր, բարձր դիրքի ու չվնասված պատվի տեր, ոչ թե սրանցպես տալ Կրեմլին, տալ Ադրբեջանին, տալ սրան ու նրան խլելով հայից, ոչ, Լուիսի բանակը խլելու է բոլորից ու տա հայազգին։ Հիմա համոզվում եք, որ սրանք բոլորն էլ նույնն են։ Հիմա տենում եք, որ մենակ մի օրինական վճռի ընդունելով Արցախն էլ, Նախիջևանն էլ ու Արևմտյան Հայաստանի մի մասն էլ հանգիստ, առանց պատերազմի, առանց զոհերի կարար դեռ 90-ական թվերից մերը լիներ։ Հիմա գիտակցում եք, թե ով է մեր համար Կրեմլը ու ոնց է մեր իշխանության մեջ ներդնում իր խամաճիկներին, որ հայը երբեք զարթոնք ու հաղթանակների ցնծություն չապրի, որ ազատություն ու անկախություն չունենա։ Այս սրա վրա մտածեք ու վերջապես հասկացեք, որ ունեք մենակ մի հատ Լուիսի շողես ամբողջական խաբեությամբ լցված խավար իրականության մեջ ու դա միայն Լուիսի բանակն է։ Մնացածը այս նույն Կրեմլյան խամաճիկների հետ գիտակցված թե ոչ ընտրությունների գնացողները նույն սցենարով, նույն թելադրանքով շարժվող նույն մատրիցայի մեջի քաղաքական բոտեր, քաղաքական առումով ունեք մենակ մի տարբերակ, դա հեղափոխությունն է ու դա միայն Լուիսի բանակի հետ ու վերածննդի շարժման շրջանակներում ընտրողը դուք եք կամ կործանում ողջ քաղաքական դաշտի հետ ու կեղծ ընտրությունների միջոցով կամ վերածնվում եք Լուիսի բանակի հետ իրական ազգային հեղափոխության միջոցով։ Սա կարծում եմ չափազանց կարևոր է յուրաքանչյուրի գիտակցման համար, ամեն մի բառից էլ կարաք համոզվեք, ինքներդ կարդաք, ցանկացած անաչառ ու անկախ աղբյուրներում, Վիկիպեդիայից մինչև ձեր տանը եղած հանրագիտարաններ ու պատմական գրքեր, ու Վիլսոնյան Հայաստանը առնվազն նորից եմ ասում, ամենակիչը սկզբի համար, հենց այսօր, հենց հիմա
կարա դառնա իրականություն։ Ուրեմն այդ հարցեր եք Նիկոլին, ինչի՞ չի լեգիտիմ համարում այդ տարածքը, որովհետև խամաճի կա։ Մի հատ հարցեր եք Սերժին ու Քոչարյանին, երբ որ կանչում եք ձեր մոտ հարցազրույցների, ինչի՞ չես Վիլսոնյան Հայաստանը լեգիտիմացրել։ Այսա հարցեր եք, այսա ճշտեք։ Ու երբ մեր դեմ խոսում եք, մի հատ զուտ ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք, ում հրահանգով, ում համար, ով չի մտածել ձեր աղբերների, հերերի ու վաղնել ձեր երեխեքի մասին, ձեր մասին, որ կռիվներում զոհվում են այն դեպքում, որ կարելի է առանց մի հատ փամփուշտ կարակելու բոլոր հողերը լեգիտիմացնել որպես հայկական։ Մտածեք ու վերջապես եկեք այն ճշմարիտ իրականությանը, որ միայն Լուիսի բանակ ու առաջ Աստված, միայն վերածննդի շարժում։ Եթե մենք հասանք ընտրությունների, համարեք վերջնական կործանումն է հայի ու Հայաստանի։ Մինչև ընտրություններ համայն հայությունով պետք է կանգնենք վերածննդի շարժման կողքին։ Հակառակ դեպքում սցենարը արդեն պարզ է, այնքան որքան որ կրկնվել է պատմության մեջ։ Միակ ճանապարհը Լուիսի բանակի հետ է դուրս գալու այս կրկնվող նույն մատրիցայի սցենարից։ Որոշողը դուք եք։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։